վստահեք, որ դուք կարող եք ձեր թիմակիցների մասով երաշխիքներ տալ, իհարկե ասում եմ, որ նրանք ձեր ընտանիքի անդամներն են, աներորդի եւ այլն, փեսա, դուք կարող եք վստահորեն պնդել, որ որևէ մեկի վրա, ինչպես 3-70-ամյա կնոջը տարան փողոցից, այդպիսի պատճառներ չեն հորինի եւ չեն առնի ձեր թիմի անդամները։ Ոչ միայն փեսա են ու ասենք եղբոր թոր, ուրեմն երկուսն են, մնացածը բոլորը իմ ազգակիցները չեն, ես գիտեմ, որ այնպիսի մարտիկ եմ նախընտրել, որ բոլորը պատասխան կտան եւ ապրում են իմ սկզբունքով։ Երբեք չեմ հավատա, որ հանկարծ ինձանից որևիցե մեկը, ուրեմն դավաճանի ու դավաճանի անուն ձեռք բերի։ Չեմ հավատում։ Պարոն Ղուկասյան, ձեզ համար տարօրինակ չէ, որ մինչ այս պահը Մարտուն Գրիգորյանը լռում է, սրա հետ կապված ինչ կարող եք ասել։ Ես սպասում եմ Մարտուն Գրիգորյանի ուրեմն հայտարարությանը եւ գիտեմ, որ ինքը լուրջ հոյդեղբայրներ ունի, հայր ունի, բան ունի, իրեն խորհուրդ կտան, ինքն էլ արդեն 40 քանի տարեկան է, արդեն ինչքան գիտեմ թորնիկ ունի, բան ունի։ Ավելի ես գիտեմ, որ մարդիկ ավելի շատ ապրում են, ասենք, անունի համար, քան թե ասենք պաշտոնի համար։ Այդ իրանից ինչ է ներկայացնում, որ ասենք կարող է պաշտոնը հետագայում ուրեմն բանի առարգա դառնա, որ իրեն ուրեմն մշտական թիրախավորեն ու ինչ որ մի բան անեն։ Ես էլ չեմ ուզում իրենից բան խոսել, կներեք ինձ, սպասեք նայենք ինչ է պատասխանելու։ Երբ պատասխանեց, ուրեմն ես այսպես ձեզ կհրավիրեմ, եթե ձեզ հետաքրքիր եղավ։ Ուրեմն ամեն ինչ այդ հարցի շուրջ կխոսենք։ Հիմա ասելու բան չունեմ։ Պարոն Գրիգորյան, պարոն Ղուկասյան, ներողություն, դուք ինչքան բացառում եք արդյոք, որ պարոն Գրիգորյանի որոշման վրա նաև ազդեցություն ունենալու Սերժ Սարգսյանը, որովհետև այնուհանդերձ պարոն Գրիգորյանը նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է եւ գիտենք ձեր եւ Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունները։ Ես մի բան ասեմ, որ ես հիշում եք, որ ասում էի, թե ես կբանակցեմ այն տեխնազուների հետ, որոնք, ասենք, քաղաքի շահը ավելի բարձր են դասում եւ չեն ղեկավարվում դրսից։ Ես սպասում եմ այդ ամեն ինչին, հիմա ասելու բան չունեմ, նորից եմ կրկնում, սպասում եմ պատասխանին, սպասում եմ։ Եվ ոչ միայն ես եմ սպասում է ամբողջ քաղաքը, սպասում է հայ ժողովուրդը, ընդհանուր ասեմ ձեզ, եւ Հայաստանից դուրս, եթե դուք կաք տեսնեք, թե ինչքան ինձ զանգեր է գալիս, ինչքան մարդիկ գիշեր-ցերեկ սպասում են, թե ինչ պիտի պատասխանեն ու ինչ պիտի լինի, որ ասում են ՔՊ-ն այստեղ պիտի պարտվի, ու ամբողջ հայ ազգն է կանգնած դրա վերաբերյալ, դրա համար, ես սպասում եմ դրան, հետագայում մենք մեր խոսքը կասենք։ Դուք ասացիք, որ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ չեք զիջելու կամ կիսելու, ինչ հարց է լուծում փոխքաղաքապետի պաշտոնը, որ պատրաստ չեք, եւ սցենարի վերաբերյալ այդ բոլոր տարբերակները հավանական, դուք պետք է մինչեւ այս պահը կամ գիշերվա ընթացքում արդեն իսկ քննարկած լինեիք կամ կապի դուրս եկած լինեիք։ Բարի։ Եվ կներեք լրացում գործընկերոջս, դուք մի տեսակ հասկանում եմ հաղթողի դիրքերից եք խոսում, բայց եկեք անկեղծ լինենք, էլի, դուք փարակալի հաղթանակը չեք տարել, այսինքն դուք մի ԿՊ-ի դեմ 5 ընդդիմադիրով եք կռվել, 3 ԿՊ-ի դեմ 1 ընդդիմադիր է շատ ջախջախի հաղթանակ տարել քարակարում։ Ուզում եմ ասել, եթե դուք այդ շատ փառավոր դիրքերում չեք, ինչու դուք չեք նաև այդ նախաձեռնողականությունը դրսևորում, այսինքն դուք այսպես շատ բարձունքով նստած, ընդորում ձեր կարմիր գոտիները քաշելով, դուք ասում եք, որ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստ եք զիջել, քաղաքապետ, փոխքաղաքապետերը ձերն են, մնացածի համար դեռ կբանակցենք։ Այսինքն արդյոք դուք արդեն իսկ տաբուներ չեք դնում ձեր հետ գործընկերային դաշնությունների համար։ Գիտեք մի բան ասեմ դրա վերաբերյալ, ես այդ ինչ որ ներկայացրեցիք, ես այդ տեղից չեմ խոսում։ Ես շատ համեստ եմ խոսում եւ հավանական է դուք ուզում եք այդպես տեսնել, ուղղակի այդ աչքերով եք ինձ նայում, ուղղակի ձեր ագնոցները որ հանեք, ավելի լավ կտեսնեք իմ պահվածքը եւ իմ խոսալը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, Փարակյարը, եթե համեմատում եք Գյումրիի հետ, չարաչար սխալվում եք, որովհետեւ ամբողջ պետական ուժերը, այստեղ միայն մենք նկարահանել ենք 70-ից 100 ավտոբուս դրսից եկած, մենք բոլորը նկարահանած ունենք դրսից։ Փարակյարում այդպիսի բան չի եղել։ Էլ չեմ ասում, որ ամբողջ պետությունը մարզպետներով ու նախարարներով ու պատգամավորներով այստեղ են եղել։ Էլ չեմ ասում, որ ձեր ուրեմն սայտերի մեջ գծված, թե Թուրքիայից ընտուկ մարդիկ են եղել, այդպիսի նյութեր կան, թե որտեղ են մնացել այդ մարդիկ։
եւ Վրաստանից նամանավանդ ախրքալակի կողմից, ել չեմ ասում, որ ինչքան ներկայացրեցին գումարների բաժանման հետ կապված, տարբեր տեղեր լրագրողները գնացին, տեսան որտեղից ինչ դուրս եկավ ու շատ բաներ ունենք, մենք փաստեր ունենք։ Չեմ ասում, որ տուն կա, բնականon կա, որ ասենք 2 հոգի են գրանցված, ուրեմն դարձել են 12 հոգի, որ այդ մարդկանց ընդհանրապես հիմա մինչև այսօր այդ մարդիկ կան։ Եթե պետք եղավ կասենք որտեղ։ Ուրեմն ասեմ ձեզ, այդպիսի մոտեցում ոչ ոք հավանական է ոչ մի քաղաքում չի եղել, ինչ որ արվել է Գյումրի քաղաքում։ Ես այդտեղից եմ խոսում ու 10,000 ձայն հավաքել է այդտեղ, դա շատ մեծ թիվ է։ Հետո Սոված քաղաքում, որ 37 տարի մոտ 40%-ը քաղաքի անապահով խավ է, եւ այդ գումարները ինչքան կարևոր բան է մարդու համար, այստեղ մաքուր 10,000 ձայն, 13 տարի աշխատած քաղաքապետը ինչքան խոցելի է, ընդհանուր առմամբ աշխարհում կա մի բան, որ եթե մարդը աշխատում է, ուրեմն անպայման խոցելի է դառնում, 13 տարի աշխատել եմ, դրանից հետո անցել է 13 տարի ու եկել եմ, այսքան ձայներ եմ հավաքել, ես գտնում եմ, որ դա շատ մեծ արդյունք է, Իհարկե ես ավելի շատին էի սպասում, բայց քանի որ քաղաքից մոտավորապես օրինակ հիմա ես այս թաղի հետ կապված կարող եմ ասել, որ այստեղից միանշանակ 40-50%-ը չի բնակվում։ Բացակայում է մարդկանց դռները փակ է, 40-ից 50%-ը։ Մարդիկ ընդհանուր դրսերից եկան հասան այստեղ, քվեարկեցին նույն գիշերը հետ գնացին, նույն գիշերը այդպիսի մարդիկ էլ կային, տասնյակ։